300 դպրոց 500 մանկապարտեզի կառուցման ընթացքի մասին հարցն ընդդիմությանը ամենաշատն էր մտահոգում ինչպես ֆինանսների, այնպես էլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի զեկույցների ընթացքում։ Կրթական գերատեսչության 2024 թվականի բյուջեի կատարողականը կազմել է 80,9%, ծախսը կազմել է 285,7 միլիարդ դրամ, չի ծախսվել մոտ 57 միլիարդը։ Թերակատարման պատճառը հանրակրթական և նախադպրոցական հաստատությունների հիմնում բարելավում ծրագրի ցածր կատարողականն է, նշեց ֆինանսների նախարարը։ 2026 թվականի կեսին կունենանք այն 300 դպրոց և 500 մանկապարտեզը, որի մասին խոստացել է կառավարությունը։ 4 տարում ընդամենը 500-ի 8% եք իրականացրել, այսինքն 4 տարում ընդամենը 40։ Բանականության շեմը եթե հաղթահարել ենք, առնվազն պետք է տեսնենք, որ շինարարությունը դա վազքի մրցույթ չէ, որ ամեն հաջորդ քայլին տոկոս է ցույց տալիս, թե ինչքան անցար առաջ։ Շինարարությունը բնականաբար այդպես է լինում եւ կարելի է նաեւ օրինակ պատկառանքի շեմը հաղթահարել եւ վերհիշել, թե այսքան ժամանակ եւ դաշնակցության ձեռքում էր կրթության ոլորտը, ինչ արել դաշնակցությունը կոնկրետ կրթության ոլորտի հետ։ Ընթացքի մեջ գտնվող բազմաթիվ ծրագրեր կամ բացի դրանից հայտարարվել են մրցույթներ, պարզաբանումները ընդդիմադիրներին չգոհացրին, շարունակեցին վիճել նաեւ Ժաննա Անդրեասյանի զեկույցի ընթացքում։ Նախարարը նախկինում կառուցած կրթօջախների հետ համեմատականներ անցկացրեց։ 110 դպրոցներից եք խոսում։ 110 դպրոցներ, գիտեք, կարող եք նայած ինչ կերպ ենք այդ հաշվում։ Կան դպրոցներ, որ կառուցվել են նախորդող ժամանակահատվածում, որոնց ես երբեք դպրոց չէի անվանի։ Երբեք, որովհետև ես չեմ կարծում, որ գրադարանը կարող է լինել 5 քառակուսի մետր։ Ես չեմ կարծում, որ դպրոցը կարող է մարզադահլիճ չունենալ եւ կոչվել դպրոց։ Իսկ ընդհանրապես 91-ից մինչեւ 2018-ը 192 դպրոց է ընդամենը կառուցվել։ Կառավարող խմբակցության падգամավորները հիշեցրին նախորդ իշխանության օրոք օտարված մանկապարտեզների ու դպրոցների տարածքների մասին։ Շարունակելով դպրոցների թեման, նախարարը ներկայացրեց կամավոր ատեստավորման ու դրա արդյունքում աշխատավարձերի բարձրացման հնարավորությունները թվերով։ Նախորդ տարի մենք միայն կամավոր ատեստավորմանը ուղղել ենք ավելի քան 6 միլիարդ դրամ։ Ես սա հատուկ եմ ասում, կա ուսուցչի աշխատավարձային ֆոնդ։ Դա կազմում է ավելի քան 70%-ը դպրոցների ֆինանսավորման։ Այսինքն իմ նշած թվերը դպրոցների հանրակրթության ֆինանսավորման ցուցանիշները, որոնք ես նշեցի, դրա մեծ մասը նույնպես գնում է ուսուցիչների վարձատրությանը։ Իսկ ընդհանուր առմամբ ուսուցիչների հավելյալ վարձատրությանը մենք ուղղել ենք նախորդ տարի էլի հանած դպրոցների ֆինանսավորումը շուրջ 10 միլիարդ դրամ։ Կարծում եմ, որ նույնիսկ միլիոնից ավել մինչև 2 միլիոն վարձատրություն ստացող գիտնականներ ունենք եւ ես համարում եմ սա շատ կարեւոր ձեռքբերում, որ գիտությամբ զբաղվելը մեր երկրում դառնում է նաեւ այդ իմաստով վարձատրության իմաստով մրցունակ։ Կրթական համակարգի խնդիրները, որոնք ժառանգություն են հասել, մեծամասամբ պայմանավորված են դպրոցների քաղաքականացման եւ կուսակցականացման երևույթներով, որոնք խեղել են կրթական համակարգը, հայտարարեց նախարարը։ Երկար տարիներ կրթության ոլորտի որոշումները բխել են քաղաքական տարբեր նպատակահարմարություններից։ Շատ սկզբունքային հարց է դպրոցներին պահել կրթական համակարգի տրամաբանության մեջ, սա մեզ համար ամենակարևոր հարցն է։ Ես այս պնդումը անում եմ ցանկացած պահին, երբ որ ինձ դիմում են, հասկանում եմ, որ ինչքան մոտենանք նախընտրական տրամաբանության այս խոսակցությունները սրվելու են։ Հիմա ամառային շրջան է, քննություններ են, հետո արձակուրդներ են, ու ես պաշտոնապես հայտարարում եմ, որ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարարությունը ցանկացած ահազանգի հետևից միջև վերջ գնալու է, կապ չունի որ կուսակցությունն է, մարդը մտնում է դպրոց, պիտի բոլոր կուսակցությունները թողնի մի կողմ, մտնի եւ զբաղվի իր գործով։ Եթե չի կարողանում, ուրեմն տեղ չունի դպրոցում։ Հաջորդը, որ դուրս չի գալիս Հայաստան խմբակցության падգամավորներին, կրթությունը նորաձև է շարժումն է։ Արմենուհի Գյուրեղյանին օրինակ մտահոգում է, որ շարժման վերաբերյալ պետական գրանցման պահանջ չկա, բայց այն ռազմավարություն է իրականացնում։ Եթե մենք խոսում ենք այն մասին, որ մարդիկ պիտի իրենց վրա աշխատեն, պետք է հասկանան, թե որտեղ են իրենց գիտելիքի, այդ թվում բացերը եւ դրանք փորձեն լրացնեն, այդտեղ ոչ մի նորություն չկա։ Եվ եթե մենք ունենք
այդ շարժումը, որը աջակցում է մեծահասակների կրթությանը եւ ոչ միայն, որը աջակցում է մեր հասարակության ներսում առկա խնդիրների ձևակերպմանը եւ այդ խնդիրների շուրջ աշխատանքին, դա չի կարող որևէ ռազմավարությանը խոչընդոտել։ Դա գալիս է լրացնելու ցանկացած ռազմավարություն, որտեղ կարծում եմ մենք ունենք մի ռազմավարություն, դա մեր երկրում մարդկային կապիտալի զարգացումն է, յուրաքանչյուր անձի լիարժեք իրացումն է եւ ցանկացած խոսակցություն, ցանկացած ռեֆլեքսիա տանում է դրան։ Այս խոսակցությունն էլ է ռեֆլեքսիայի մի ձև, եթե մենք դրան ճիշտ վերաբերվենք։ Ակադեմիական քաղաք ծրագրի իրականացման գործընթացի մի փուլում ենք, որ հստակ պատկերացնում ենք ռազմավարությունը հայտնեց նախարարը։ Տեղեկացրեց, որ հաջողվում է նաև միջազգային գործակցությունը, որոնց թվում ավելացել է Շոտլանդիայի կայսերական կոնսերվատորիան, որը թույլ կտա նաև ամբողջական մոտեցում ցուցաբերել երաժշտական ուղղությանը։ Ներկայացնելով ոլորտի հաջորդ ուղղությունը նախարարը հայտնեց 20 տարվա դադարից հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ի հուշարձանների ցանկում հայկական հուշարձանների ավելացման ակտիվ շրջան է սկսվել։ Վիշապաքարերից հետո եւս 2 հուշարձանի ընդգրկման հայտ ներկայացրել։ Աշխատանքային process-ում արդեն ունենք որոշակի տեղեկատվություն, առաջիկայում դա նաև պաշտոնապես կհաստատվի Գարդին ու Քարերի սիմֆոնիան է, որպես մեկ առանձին հայտ եւ Երևանի ուրարտական ժառանգությունը, եւ սա նշանակում է, որ մենք այս տևական ընդմիջումից հետո արդեն իսկ լավ առաջընթաց ունենք։ Հուշարձանների վերականգնման ուղղված բյուջեն 2018-ի համեմատ աճել է ավելի քան 10 անգամ, հայտնեց նախարարը։ Թագուհի Ղազարյանի խնդրանքով թվարկեց նաև այն մեծածավալ աշխատանքները, որոնք 2018-25 թվականներին կատարվել են եկեղեցիների ու համալիրների վերակառուցման ուղղությամբ։ Եվ 25 թվականին նախատեսված է 814 միլիոն դրամից ավել ուղղել կրոնական կառույցների, եկեղեցիների եւ ուրեմն վանական համալիրներին, որտեղ ներառված է Պտղնու տաճարը, Ծիրանավոր եկեղեցին, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցին, շարունակվող աշխատանքներն են Լոռի Բերդում, Թարգմանչած եկեղեցում, Սեդվի վանական համալիրն է, Երերույքի տաճարում հավելյալ աշխատանքներն են Շատիվանքը եւ նոր եկեղեցիներից շարունակվողներից բացի այստեղ կնշեմ նաև Պեմզաշենի եկեղեցիները։ Ազգային ժողովին նախորդ տարվա հաշվետվությունը ներկայացրեց նաև Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը, որի գրասենյակի ծախսերը կազմել են 721 միլիոն դրամ, կատարողականը 89.5%։ Վարդուհի Արզումանյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։